քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, եկեղեցու պաշտպանության, ազգային արժեքների պաշտպանության, չգիտեմ, անձանց քաղաքական եւ քաղաքացիական մնացած իրավունքների պաշտպանության, խոսքի ազատություն, ընտրական իրավունք։ Պիտի արվի քաղաքական մակարդակում եւ դրա հանձնառուները պիտի լինեն քաղաքական ուժերը, որովհետեւ քաղաքական ուժերն են անմիջական շահառուները եւ խոսքի ազատության իրավունքի իրացման եւ խաղաղ հավաքների եւ ընտրական իրավունքի եւ մնացած ուրեմն հիմնարար իրավունքների։ Ինչու, որովհետև այդ նույն քաղաքական ուժերը, որոնք ըստ էության պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, իմ կարծիքով պետքա պարզ գիտակցեն, որ երևի թե քաղաքական ռեպրեսիաները ուժ գնանալու են ընտրական process-ների նախաշեմին։ Հաշվի առնելով նաև իմ կողմից նշված Խաչիկ Գալստյանի кейսի, երբ իրավաչափ գործողությունները ընտրական կամպանիայի կազմակերպման փաթեթավորվեցին որպես հնարավոր հանցավոր արարքի եւ Խաչիկ Գալստյանի եւ անոնսվեցին մյուս քաղաքական խաղաղ հավաքների ուրեմն դրսևորումները նույն Գյումրու դեպքերի ժամանակ